Ողջույն սիրելիներս, տեսեք ինչ յուրահատուկ համեղ խորտիկ եմ բերել, պատրաստել եմ հավի կատարի թթու, հիմա էլ բաղադրատոմսով կիսվելու եմ ձեր հետ։ Ինչպես խոզի տոտիկները կամ խաշը կամ էլ հավի տոտիկները, այնպես էլ սա համարվում է շատ վիտամիններով հարուստ և համեղ կերակուր։ Այստեղ կատարները պատրաստելու եմ տան պայմաններում, ինչպես տեսնում եք, դնելու եմ թթու, ինքը թթու է կոչվում, բայց խորտիկի տեսակ է, սառը ուտեստ է։ Տեսեք, կատարները ուրեմ տարբեր չափսի են, տարբեր որակի էլ կարելի է ասել, և վրան բմբլի տարածք կա, հիմա սրանք մշակելու եմ, մաքրելու եմ, հետո նոր դնեմ եփելու։ Ահա, տարբեր չափի և տարբեր որակի, յուրաքանչյուրի վրա, որ մասից որ կտրված է գլուխը, գլխից առանձնացրած է, այդ մասը մի փոքր բմբուլով տարածք կա։ Հիմա յուրաքանչյուր կատարի այդ կարճ մասը, տեսեք կտրեցի, հանեցի։ Յուրաքանչյուր կատարի այս կարճ մասը թեքում ենք դեպի ներս և դանակով հեռացնում ենք այդ բմբուլով մասը։ Այստեղից դեռ արյուն է դուրս տալու, պետք է անպայման նորից մշակենք։ Այսպես հատ-հատ մաքրելով, դանակով քերելու եմ նաև կատարի երեսը և հոսող ջրի տակ լավ լվանամ։ Լավ լվանալուց հետո, երբ արդեն մաքուր կլինի, թողնելու եմ այսպես տարայով ջրի մեջ, ջուրը փոխելու եմ, նոր ջուր եմ ավելացնելու, կատարները լցնեմ մեջը առանց աղի։ Ահա սիրելիներս, տեսեք ամենասկզբի ու հիմիկվա կատարների գույների տարբերությունը։ Մեկ օր թողնելու եմ ջրի մեջ, հետո ջուրը փոխեմ, արդեն պատրաստ լինի եփելու։ Կաթսայի մեջ լցնելու եմ գազարը, սխտորը, դափնու տերևը, կլոր հատիկ պղպեղը, կատարները և դնեմ եփվելու։ Այս բոլոր բաղադրիչները իրար միացրեցի, որովհետև կատարները երբ դրել եմ ջրի մեջ, արյունը ամբողջությամբ մաքրվել է և քափ չի դուրս տալու։ Եթե դուք մի օր եփելու կլինեք և հնարավոր է, որ չհասցնեք դնել ջրի մեջ, ապա կատարները կլցնեք եփելու, հենց կեռա, քափը կվերցնեք, նոր կավելացնեք այս համեմունքները։ Եռալուց հետո վրայից ինչքան հնարավոր է այս փրփուրը հեռացնում ենք, տեսնում եք ինքը քափ չի, ուղղակի եռալու ընթացքում առաջացած փրփուր է, իսկ արգանակի գույնը դափնու տերևից կամ սև պղպեղից է եղել։ Ահա սիրելիներս, չեք պատկերացնի, թե քանի ժամ եմ եփել, ուղիղ 5 ժամ եփել եմ, այնքան եմ եփել, մինչև ձեռքով կիսելուց կիսվի, դա է կատարը եփելու ժամանակահատվածը։ Ուրեմն եփելուց հետո էլ, երբ արդեն պատրաստ է, պետք է անպայման սառը ջրի տակ լցնել։ Ես հենց կաթսայով դրեցի սառը ջրի տակ ու նորից հատ-հատ լվացի կատարները։ Այդքանը վերջացնելուց հետո այսպես հարմար տարա ենք վերցնում և լցնում ենք արդեն թթվելու բաղադրիչները։ Սխտոր, գազար, դափնու տերև և կլոր հատիկ պղպեղ։ Այս բաղադրիչները տարայի մեջ ավելացնելով լցնում ենք կատարները և պատրաստում ենք աղաջուրը։ Աղաջուրը պետք է պատրաստել կես լիտր ջրին 1 ճաշի գդալ աղ։ Ես այստեղ օգտագործում եմ նիտրիտնի աղ, որպեսզի կատարների գույնը լավ պահպանվի, սպիտակ լինի, ոչ թե մկվի։
Եռմանջուր եմ վերցրել, ցանկալի է պատրաստել եռմանջրով, որպեսզի եռմանջուրը լցնելուց հետո գազարը, սխտորը մի փոքր եփ ունենան և հետո նեխում չառաջանա։ Յուրաքանչյուր կես լիտրին ավելացրեցի 1 ճաշի գդալ աղ և 1 թեյի գդալի չափով էսենցիա։ Եթե տանը կունենաք խնձորի քացախ, ապա 2 կամ 1.5 ճաշի գդալ խնձորի քացախ ավելացրեք։ Լցնում եմ երկրորդ աղաջուրը, այսինքն օգտագործեցի 1 լիտր ջուր և 2 ճաշի գդալ աղ։ Մի լավ խառնում ենք, կափարիչը փակում, տեղափոխում սառնարան։ Կհամտեսենք 3 օրից։ Տեսեք ինչքան սիրուն է մնացել, ճիշտ է խանութներում վաճառվող կատարների պես այն ճռճռան սիրուն սպիտակ չի, բայց բոլորս էլ գիտենք այնտեղ պատրաստելուց, չգիտեմ ինչ հավելումներ են ավելացնում գույնը սպիտակ լինելու համար, իսկ մենք քանի որ տանն ենք պատրաստում, ավելորդ ոչինչ չկա ավելացրած։ Ահա սիրելիներս այսպիսի գույն ունեն, դուք էլ փորձեք, պատրաստեք, նույնիսկ գործընկերներիցս մարդ կար, որ երբևէ համտեսած չէր, ես հյուրասիրել եմ և շատ են հավանել։ Մի խոսքով, եթե կպատահի, վերցրեք, պատրաստեք, եփեք և անուշարեք։ Այսքանը սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտեցիք իմ պատրաստած տեսանյութը։ Եթե կպատրաստեք, այս տեսանյութի տակ գրեք, անպայման ես կտեսնեմ։ Կհանդիպենք հաջորդ նոր վլոգում։ Բոլորիդ ուրախ և հաճելի օր եմ մաղթում։